Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք առավոտյան չենք բացել փակագծեր, բայց տեղեկացնեմ, որ այսօր ամբողջ օրը մեր հյուրերը լինելու են ուրիշի ընտանիքից։ Եվ հենց այդ ընտանիքից մեր հյուրերն են Վահագն Ղազինյանը եւ Լիլիթ Մաշինյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Բարի լույս։ Լավ ենք։ Լավ դուք։ Մենք շատ լավ ենք։ Բլինչիկները փաթաթել եք արդեն։ Անպայման։ Լուրջ։ Իհարկե։ Ոնց եք հասցնում նկարահանումներ, ամանորյա նախապատրաստական աշխատանքներ։ Գնումներ, նվերներ։ Ես ազատված եմ այդ աշխատանքից, ամեն ինչ է կինս անում։ Բայց դե գնումները միշտ տղամարդու վրա։ Դե հա, այն ծանր sense տոպրակներով կա։ Այո, դուք ինձ հասկացաք։ Իսկ ես մայրիկի օգնությամբ իհարկե փորձում ենք համատեղել Որոշ բան։ ստացվել, այո։ Հիանալի է։ Լիլիթ ջան, քանի որ մենք արդեն հանդիպել ենք, ձեզ հետ միայն չենք հանդիպել, հետաքրքիր է ձեր կերպարի առաջարկը ինչպես ստացվեց, միանգամից հենց այդ կերպարի համար եք դիտարկվում, քաստինգ եղավ, փորձեր եւ այլն, մի քիչ պատմեք։ Ես դեռ երբ 17 տարեկան էի, նկարահանվել եմ Ելենա Արշակյանի մոտ Լքված ամրոցի պահապանները հեռուստասերիալում, այդ ժամանակ կաստինգով եմ անցել։ Արդեն ուրիշի ընտանիքի համար ինձ զանգահարեցին ուղղակի պրոբայի համար, ես գնացի, փորձեցի երկու կերպար եւ հաստատվեցի արդեն Հասմիկի կերպարի համար։ Իսկ տնից արձագանքները ինչպիսին են սերիալին, հետաքրքիր է նաեւ ձեր կնոջ արձագանքը, որովհետեւ ինքը գուցե բողոքում է, որ դուք այս դերի պատճառով քիչ եք կարողանում օգնել իրեն, թե ամեն ինչ նորմալ է։ Չէ, կինս ընդհանրապես չի բողոքում, շատ գոհ է։ Մենք իրար հետ նենց հարաբերությունների մեջ ենք, որ ինքը լրիվ վստահում է ինձ, ոչ մի խնդիր չկա։ Դե հա, այդ նոր տարվա այդ ծախսերի հետ կապված ասել եմ Կարջան, ես մի քիչ համբերի։ Հանգիստ ո՞վ։ Ես ստեղծագործում եմ։ Իսկ ձեր տանը ովքեր են նայում սերիալը, ինչ արձագանքներ կան, ինչ են ասում կերպարի հետ կապված։ Շատ ակտիվ պապաս է հետևում, նույնիսկ կոմենտներով, բան եմ, որ ամեն ինչ ինքը սենց ուշադիր հետևում, հա, այսօր ինչի չկա, այսօր ինչի կա, պատեսել ես ինչ է գրի, սենց իմ պապան է իմ կողքը այդ առումով, մաման էլ է նայում, ուղղակի ինքը տենց մի քիչ չի ուզում, որ ես այս մասնագիտությամբ լինեմ եւ եղբայրս է, որ էլի տենց հա նայում, հա, բայց խորացված պապան է իմ հետ այս մասնագիտությամբ, սենց գնում ու ինձ բրդում առաջ։ Դրական մեկնաբանություններն են ավելի շատ կերպարին ուղղված, թե բացասական։ Սկզբում դրական, հիմա արդեն բացասական, որովհետև եղավ։ Հասմիկը սկսեց մի քիչ իր այդ համառ պայքարի պատճառով մի քիչ սխալ բաներ անել, թե իր ընկերուհու նկատմամբ, թե Նորոյի նկատմամբ, ում շատ սիրում է, բայց անպատասխան է արդեն։ Իրադարձությունների զարգացմանը մասնակցում եք դուք, թե ամեն ինչը միայն սցենարիստի դատին է թողված։ Ասես Լիլիթ ջան։ Չէ, չի եղել դեռ տենց դեպք, որ սցենարիստի հետ շփվենք, որ ինչ-որ բան փոխի եւ այլն։ Դեռ սպասում ենք, տեսնենք սցենարիստը ինչ զարգացումներ կտա, այո։ Ես էլ։ Ես Անահիտին վստահում եմ ու ոչ մի անգամ չեմ փորձել, որովհետեւ նաեւ լսել եմ, որ Անահիտը չի սիրում, երբ որ սցենարին միջամտում են դերասանները, դրա համար ես ամեն ինչ թողում եմ Անահիտի հայացողության տակ։ Դե յուրաքանչյուր մարդ իր գործով պետք է զբաղվի եւ այդպես ամեն ինչ ավելի ճիշտ է լինում։ Ինքը ավելի լավ գիտի։ Ես գիտեմ, որ սցենարիստները, որտեղ ես էլ եմ աշխատել այդ թիմի հետ, ճիշտ է վաղուց էր դա, որբեր հեռուստասերիալում, եւ ես գիտեմ, որ չեն սիրում, երբ որ բառերն ես փոխում։ Դա շատ կարեւոր է, որ այն ինչ որ գրված է, չփոխվի դերասանների կողմից, քանի որ դերասանները սիրում են ստեղծագործել եւ ընթացքում իրենց բառերով են սկսում միտքը արտահայտել։ Այս խնդրին երբեք հանդիպում եւ ինչպես եք լուծում այս խնդիրը, երբ որ առաջանում է։ Նման խնդիր չի եղել, որ մեզ ասեն մի փոխեք բառերը, եթե իմաստային ամեն ինչ համընկել, այսինքն իմաստը եթե չենք փոխում, բառերը մի քիչ, բայց ոչ միշտ փոխելը խնդիր չի առաջացրել դեռ։ Դեռ։ Հա, միտքը ճիշտ լինի, այսինքն միտքը մենք ճիշտ արտահայտենք, քաջարի հետ ընդհանրապես խնդիր չունենք։ Ինքը թողնում է որ դերասանը աշխատի։ Միտքը մենակ նույնը լինի ու վերջ, հա։ Շատ լավ, իսկ Հասմիկի կերպարի հետ ընդհանրություններ ունեք, տարբեր եք, նման եք։ Լիլիթը Հասմիկի հետ նմանություն ունի միայն այդ պայքարելու, այդ անվերապահորեն նվիրվելու իր սիրուն, այդ մենակ է դա, որ նման ենք, մնացած են, թե ոնց է վարվում իր ընկերուհու հանդեպ կամ առհասարակ, այդ առումներով նման չենք, միայն այդ սիրային, այդ որ տենց նվիրվում է այդ։
Այդ պետք է ինձ թվում է հանդիսատեսը ասի։ Ես չեմ կարող դեռ պատասխանել։ Այսինքն իրական կյանքում էլ ձեր սիրո համար կպայքարեք եւ մինչև վերջ կգնաք։ Հա, բայց ոչ այդքան համառորեն, ոնց որ Հասմիկն է անում։ Իր եսը մի կողմ դրած էլի։ Շատ լավ։ Եվ հետաքրքիր է սերիալի մասին արդեն ձեր կարծիքը, որովհետև դուք ներսում նկարվում եք, անդադար աշխատում եք, արձագանքները իհարկե դրական են եւ մեծ ռեյտինգային դիտումներ են ապահովում, բայց դուք ինչ եք մտածում։ Ոնց կլինի, ինչ կլինի, ոնց կգնա, թե ընդհանրապես չեք էլ գուշակում։ Չէ, գուշակում ենք ոնց թե, չէ, հա, այտենց նկարանման տաղավարում, այտենց պլաշատքում սկսում ենք մտածել, այսինքն նոր սցենար է գալի, հա, նոր սցենար է գալի, կարդում ենք, բա լսեցի, բա իմացար, տեսանք ինչ է, բա կարող է սիսա սենց լինի, հետո չէ, մի հատ էլ կարող է իսկ սենց լինի, վերջը մենք քննարկում ենք, փորձում ենք հասկանալ, թե ուր կտանի անայտը, բայց շատ ժամանակ Անսպասելի բաներ են ուրիշ բան է դուրս գալի, հա։ Եվ էլի վերադառնալով Ամանորին, ինձ հետաքրքիր է նախ 2025 թվականը, քանի որ մոտենում է իր ավարտին, ընդամենը 1 օր է մնացել, որպեսզի դիմավորենք 2026 թվականը, ինչ հասցրիք անել այս տարի, ինչի համար եք շնորհակալ, ինչ բաց թողած գործեր կան, որ կտանեք դեպի 2026 թվական։ Ինձ համար 2025-ը շատ ֆանտաստիկ տարի է եղել, թե մասնագիտական հաջողություններ, թե անձնական, թե ամեն ինչ։ Մի խոսքով շատ լավ է եղել 25-ը ու ես էլի մեծ սպասումներով ուզում եմ գնամ 26 թվական, որտեվ գիտեմ, որ 26-ն էլ ինձ համար շատ հրաշալի տարի է լինելու։ Տեսնենք ոնց կստացվի։ Հա, ես էլ կմիանամ Լիլիթին, ճիշտ է, իմը 25-ից չի սկսվել, 23-ից է սկսվել։ Հուսով եմ, որ 26 թվականն էլ նորից առատ կլինի եւ աշխատանքային, եւ անձնական ինչ-որ հաջողություններով, ընտանեկան, երկրի համար, հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հերոստատիտողները ինչ են ասում, երբ դրսում խանութում տեսնում են ձեզ հանկարծ։ Իմ հետ դեռ տենց շատ դեպքեր չեն պատահել, մի 2-3 դեպք կարող եմ ասել, անցում անցնելուց մի հատ կին, սենց խփեց ուսիս, սենց օրոք պտտվեցի, վախեցած, թե շատ լավ է խաղում ու ես անցումի այդ մեջտեղում են սենց ոյ շատ շնորհակալ եմ, սենց կանգնել եմ ու արդեն հասկանում եմ, որ կարմիր է ու պետք է անցնեմ սիգնալ են տալիս ինձ։ Էդ է եղել, երեխաներ են եղել ու իմ համար ամենաշոկայինը եղել է, որ իմ անունով բացվել է ֆանեջ։ Ես սենց սկզբում մտածում եմ ընկերներս են կատակում, հետո հասկացա, որ չէ, իրական 14 տարեկան աղջիկ է, ով բացել է իմ անունով ֆանեջ ու ես ավելի եմ մոտիվացվել դրանով ու հաստատ ավելի շատ կանեմ, որ իրենց սպասելիքները արդարացնեմ։ Ձեզ։ Վատ էին արձագանքները։ Չէ, արձագանքները լավն են։ Մի անգամ նույնիսկ այտենց սոցիալական ցանցով գրեցին, ասեցին Արշակ ջան, խնդրում ենք, Էլիզին շատ մի նեղացրա էլի։ Ասում եմ, բայց ես չեմ նեղացնում, ես ուղղակի իմ աշխատանքն եմ տանում, վերջ արձագանքները բայց շատ լավն են, իմ կերպարի հետ կապված, որովհետև իմ կերպարը համարյա 95%-ով ինձ նման է։ Ես ոնց կամ կյանքում նույն ձևի իմ կերպարն էլ այդպեսի։ Արձագանքները շատ լավն են, քո նման մարդիկ պետք է շատ լինեն, բարի մարդկանց կարիք ունեն, ես աշխարհը վերջը, հələ որ բացասական բան չեմ ստացել։ Դե եկեք հասկանանք ինչ ենք սպասում 26 թվականից եւ ինչ կմաղթեք հերոստատիտողին ու նաեւ ձեր հերոստատիտողին։ Մեր հերոստատիտողին ես խնդրում եմ, որ համբերատար լինեն, որովհետեւ շատ ինտրիգային է լինելու ամեն ինչը, ժողովուրդ ջան, սպասեք 26 թվականին, շատ հետաքրքիր է լինելու, այդ բացահայտումներ, ինչ-որ ապրումներ, դերասանների, կերպարների հետ կապված զարգացումները շատ լավն են լինելու, ուղղակի հետևեք մեր սերիալին եւ ականատես կլինեք հրաշքների։ Ես էլ եմ մաղթում, որ լինեն մի քիչ համբերատար եւ մեզ վերաբերվեն որպես դերասաններ, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ոչ թե մարդիկ, ովքեր իրական կյանքում են։ Եվ ուզում եմ, որ բոլորիս համար խաղաղ եւ ուրախ տարի լինի 2026 թվականը։ Դե թող այդպես է լինի։ Եվ մենք շնորհավորում ենք Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ եւ մաղթում լավագույնը։ Շնորհակալություն ձեզ էլ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, հիմա Կարճ դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։